Հենց սկզբից ուզում եմ մեկ հատված Տերիսի խոսքից կարդալ ու միասին կնայենք։ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի 6-րդ խոսքում Տերը այսպիսի խոսք է ասում, ասում է երանի նրանց, որ սոված եւ ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան։ Ուրեմն այստեղ խոստում կա, չէ՞ Տիրոջից, ովքեր սոված եւ ծարավ են արդարության, նրանք կկշտանան, այսինքն նրանց կհասնի արդարությունը։ Իհարկե սա մեծ ողորմություն է, եթե մեկը արդար չի, գիտեք, ոչ արդարին դատաստան կա հավիտենական, չէ՞, մեղավորներին հավիտենական դատաստան կա, պատիժ կա։ Սակայն երանի նրանց, որ սոված եւ ծարավ են արդարության, այսինքն փափագում են, ծարավում են, ուզում են, խնդրում են այդ արդարությունը, որպեսզի վերջ մեծ հարցեր կա լուծելու, օրերով բացատրես արդարության արդյունքները կարող ես խոսել, բայց առաջինը հենց որ ուզում եմ շեշտել, արդարության պակասության պատճառով ինչ պետք է լինի, կորուստ, կործանում, պատիժ, դատաստան։ Ըստ Տերը մեծ խոստում ունի, եթե մեկը սոված եւ ծարավ է արդարության, պետք է կշտանա, այսինքն պետք է նրան տրվի, նա բավական պետք է ստանա, ինչքան իրեն պետք է, ինչեւ որ կշտանա, իրեն պետք է։ Սակայն մենք որ ուշադրություն ենք դարձնում, տեսնում ես Տիրոջ խոսքը ինչ ասում է եկեղեցու հրեշտակներից մեկին, պատասխանատուներից մեկին, ասում է նայիր քո մոտ ոմանք դեպի մահ են գնում, մեռնելու մոտ են, աշխատիր որ չմեռնեն, ոմանք էլ մեռած են, մեռածներ էլ կան, բայց ոմանք կան մեռնելու մոտ են, իհարկե Տիրոջ խոսքը չի ասում գնա մեռելներին հարություն տուր, բայց գոնե նրանց օգնի, ովքեր որ մեռնելու մոտ են, չգնան դեպի մահ։ Ուրեմն Տերը ցույց է տալիս, որ նաև ովքեր որ սոված ծարավ են, խոստում կա, երան են մարդու, որ Աստծո խոստում ունի։ Եվ այսպիսիներին խոստում է տվել Հիսուս Քրիստոսը, կկշտանան։ Երանի նրանց, որ նրանք կկշտանան։ Այսինքն շատերը ուզում են Տիրոջ բերանից խոսք փախցնել։ Օրինակ մեկը եկավ Տեր Հիսուսի մոտ եւ ասում է միայն մի խոսք ասա եւ իմ հիվանդը կբժշկվի, այսինքն միայն մի խոսք ասա եւ նա կբժշկվի։ Եվ Տերը մի խոսք ասեց եւ հիվանդը բժշկվեց։ Հիշում եք, չէ՞, Հարապետը։ Ուրեմն Տերը հիմա առանց մեր խնդրվածքի, առանց մեր խնդրելու աղաչելու ջրի խոստումը տվել է։ Միայն մնում է որ մենք սոված եւ ծարավ լինենք։ Եթե սոված եւ ծարավ լինենք, կստանանք։ Օրինակ ասենք սոված ծարավը ինչու կարող է լինել մարդը սոված եւ ծարավ եւ ինչու հնարավոր է սոված եւ ծարավ չլինի։ Հացի կարիք չզգա, ջրի կարիք չզգա։ Ձեր կարծիքով ինչ պետք է լինի, որ մարդը դրա այս վիճակի մեջ լինի կամ այն մյուս վիճակի մեջ։ Այո, թեկուս քույրիկներից ոմանք ասում, ուրեմն կուշտ է, հացի կարիք չունի, ջուրը խմե, դա չի նշանակում, որ սոված եւ ծարավ չի, ջրի եւ հացի։ Այսինքն սոված եւ ծարավ նշանակում կարիք ունի։ Ուզում եմ ինչքան էլ կշտացած լինես, դու կարիք ունես էլի հացի, ապրելու։ Ջրի կարիք ունես։ Դա չի նշանակում, որ մեկ անգամ կշտացա մի քանի ժամով, ուրեմն էլ կարիք չունի։ Եթե մեկը կարիք չունի, նա հիվանդ է։ Եվ հիվանդության նշաններ կան, չէ՞, մարդը չի իմանում, որ այսինչը կարիք չունի հացի կամ ջրի։ Ասում որ տեսնում է նիհարել է, ոտի վրա արդեն մարում է։ Ասում կարող է հիվանդ ես։ Հաց չես ուտում, ջուր չես խմում, հա։ Հիվանդությունը կարող է դառնալ պատճառ, որ մարդը
հացի կարիք չունի, ջրի կարիք չունի։ Չի սովում։ Չեմ զգում, որ սոված անում եմ։ Չեմ զգում, որ սոված եմ։ Չեմ զգում, որ ծարավ եմ։ Բայց բժիշկն ասում է շատ ջուր խմի, բայց հակառակ որ կողքից նկատում են, որ ինքը ջրի կարիք ունի, բայց ինքը չի նկատում։ Կողքից նկատում են, որ ինքը հացի կարիք ունի, ասենք ուտելու կարիք ունի, բայց ինքը չի զգում։ Ոտի վրա հալումաշ է լինում։ Ուրեմն, այո, հիվանդությունը կարող է դառնալ պատճառ, որ մարդը չզգա, կարիք չունենա, առողջ մարդը հացի եւ ջրի կարիք ունի։ Ուրեմն, այդպես էլ հոգևորը, այստեղ Տերը ավելի հոգևորի համար է ասում, ֆիզիկական մարմնի համար չի ասում, ես ֆիզիկականի համար օրինակ բերեցի, որ մենք մի քիչ պատկերացնենք։ Կան հոգևորներ, որոնք հացի եւ ջրի կարիք չունեն։ Հացի եւ ջրի կարիք չունեն, գիտեք ինչպես։ Անկամ այսպես է երևում։ Մենք գիրք չեն կարդում։ Խոսքը քարոզի չեն ուզում լսել։ Որ ուզում ես խոսել, նա ձանձրանում է։ Հիվանդ է ուրեմն։ Սա հենց մի նշան է, բժշկական լեզվով ոնց են ասում։ Ախտանշան է, հա, որ մարդը հիվանդ է, հաց ես առաջարկում, չի ուզում, ջուր ես առաջարկում, չի ուզում, և ինքը արդեն գնալով դեպի մահ է գնում հոգևորապես, խոսում ես, զգում ես, ես վերջերս մի տեղ տեսա մեկին, զգացի ինքը ինչի կարիք ունի, երբ որ խոսեցի, չէ, ես չեմ ուզում լսեմ, հիմա տեսնում եմ խղճում եմ, ասում եմ, մի հատ ուրիշ տեղից սկսեմ, կարող իր հասկացողությունը սենց ասում, բավականացնի, որ ինքը կամենա լսի, ոնց խոսում ես, ինքը չի ուզում լսի, բայց հոգևոր է կոչում, այդ տեղի եկեղեցու անդամ է, երկար տարիների, գուցե դրանով է կերակրվում նա, շատ ժամանակ մարդիկ կան դատարկ բաներով են կերակրվում, ոչնչով, մանր, մարդը սոված ծարավ է, հաս չի ուտում, ջուր չի խմում, բայց շատ ուժեղ ծխում է, վրա ծխում է, կարծես թե մի բան ստանում է, բայց դատարկություն, օդ, մի քիչ գունավոր, ծուխ, ոչ չի ստանում և դրանով կշտանում է, կարծում է թե կուշտ է, տենց էլ հոգևորներ կան, մեկը կշտանում է երկար տարիներ եկեղեցում լինելով, մեկը կշտանում է, որտեղ շատեր ասում են, գովում են իրեն, որ դու լավ հավատացյալ ես, ինչ-որ երկրավոր նշաններով, ասենք երկրավոր նշաններով սա է, որ դու ամենալավ հավատացյալն ես, այն մեկի մազերը, ասենք, 30 սանտիա, քոնը 60-ա կամ 70-ա, ամենայն դեպս, այո, մարդիկ կան չեն էլ ուզում լսեն, որ ասում ես խոսքը ժամանակին, չեն լսում, մեկը տեսնում ես վնասված գալիս են, նոր խաղերով էլի հպարտություն թույլ չի տալիս, որ նոր բան լսեն, կամ էլ ամենա լավը ասում են, ինչ էիր ասում, եղբայր ջան, ասում ես արդեն ուշ է, էր որ պետք էր քեզ չլսեցին, հիմա եթե պատրաստ ես ուրիշ բան պետք է ասեմ, նորից իր սրտին դուր չի գա, մարդը չի ուզում խոնար լինի, ինքը ուզում է իրան գովալով խոսես, գնահատելով, մեծարելով խոսես, դες չի տիրոջ բժշկությունը, փառք է ման գալիս, պատիվ է ման գալիս, կամ էլ տեսնում ես երկար ժամանակ ճանաչում եմ ինչ-որ հավատացել է, անգամ մի քանի անգամ ասել եմ, տեսել եմ, հետո խռովություն է պահել, անգամ շատ երկար, գուցե ամիսներ, տարի, ճիշտ է ինձ հանդիպում է ջան Ղուրբան կասի, բայց խուսափում է արդեն ինձ հետ շփվելուց, որտեղ խրատել եմ։
ումը հանդիպում է անպայման ինչ ասես իր երկրորդ խոսքը գլուխ գովալն է ես սենց տերի միջոցով տերը սենց մեկին սենց ասի կատարվա մյուսին սենց ասի եղավ այն մեկին իր ուշքումից ինքն իրան փառաբանելն է լսում են չեն զգում որտեղ ասում դու մարդկային փառք ես փնտրում քեզ ես ուզում մարդկանց աչքին բարձրացնես ինչ ուզում ես խոսինքը այն որ ասում եմ մեկը ոչիլից է խոսում լսել եք այդ հա ինչ թեմա բերում ես ասում են լավ սպասի մի հատ այնպես թեմա բերենք որ լավ լինի ասում ես լավ ասենք շորա էլի Ես ինչ ֆիլմ ենակ ամեն ինչ ֆիլմ եք ասում հա բայց դրա մեջ էլ ոչիլն են գնում ոչիլը սենց է ոչիլը նենց սկսում ոչիլից խոսան ասես կանի բաժակից խոսան մի օր տեսել եմ բաժակի մեջ ոչիլ էր կանում ոչիլը էս ավնի էս կամ ոտ էսենց ասում մեկ ասում օրինակ ուրիշ մի թեմա սպասի քարից խոսամ հա ոչիլները քարի վրա են լինում եւ այլն ինչ խոսում ոչիլից է խոսում այդպես ինչ թեմա բացես այդ մարդը Պատտվում է և ինքն իրենից է խոսում, իրա ոչիլն էլ ինքն է։ Ոչիլը չլի ոս պետք է ապրի։ Աստված ձեզ օրհնի, խոստում կա Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կշտանան, ասիկ տերը խոստում, որ ինքը նրանց կշտացնի։ Եվ իրականության մեջ, այո, խոնարհությունը մեծ դուռ է, լայն դուռ է դեպի օրհնություն։ Հպարտությունը փակում է օրհնության դռները, փակում է Աստծու ձեռքից եկող բոլոր օրհնությունները, անգամ եթե Տերը իր ծառաներով ուզում է խոսել, առաջնորդել, սովորեցնել, մենյուն նրանք փակ են, ոչ մեկին չեն լսում։ Ուրեմն Պողոս առաքյալը խոսում է հավատացյալների հետ ուղղված եբրայեցիներին, այդ խմբի հավատացյալներին եւ ինչ ասում նրանց պատմում է տարբեր օրհնություններ, բայց հետաքրքիր է անկախ Պողոսի ձայնը լսելուց, ես չեմ լսել Պողոսի ձայնը, ասենք հնչյունը, բերանի, տառերի, բառերի, ինչ որ լսում ենք, գրածով ենք լսում, անկախ ինձանից չեմ ամ, եթե դուք էդի նկատել եք, եթե չեք նկատել ես, կխնդրեմ ինձ ասեք, որ ես էլ մի քիչ վերաբերմունքը փոխեմ, ուրիշ կերպ հասկանամ Որտև ժամանակի նայելով պետք է վարդապետներ լինեիք, կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ է Աստծո խոսքի առաջին նշանագրերը, և կարոտ եղաք կաթի և ոչ թե հաստատ կերակուրի։ Ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքերին, որտև տղա է կամ ուրիշ տեղ ասում է երեխա է, մանուկ է։ Ուշացում դան, ինչքան հանգիստ ու հեզ, խոնար, ուզում եք արդացեք, բայց խոսքերը հանդիմանական են, խիստ են, բարկություն կա մեջը, չէ, եթե մեկը բարկացած կարդար, գուցե ավելի մոտիկ կլինի Պողոսի տոնին, ժամանակին նայելով պետք է հասուն լինեիք, ուսուցանող լինեիք, կրկին կաթի կարոտ եք, փոքր կաթնակերի նման եք ասում է, երեխա եք, անհմուտ արդարության խոսքին, սա հանդիմանություն է, թե շոյանք է, իշքամ ուզում ես հանգիստ կարդամ, դիտմամբ ես կամեցավ, որ իշքամ ես կարամ, հնարավոր է, գուցե ինձ ավելի հանգիստ կարդացող կլներ, ես կուզեի, որ գան կարդային, բայց միևնույն է, դու ես խոսքերը չես կարաս դարձնել, ես շատ շոյական, չէ, հանդիմանական է,
երեխա եք, կաթի կարոտ եք, անհմուտ ճշմարտության կամ արդարության խոսքին, որտեվ երեխա եք, իրոք տենց միտեղ եղել է մոտ 20 տարի, 20 քան տարի առաջ, ժամանակ առ ժամանակ եղել է, բայց իրանց հետ խորը չեմ շփվել։ Այդ ժամանակ նոր էին, սովորացնում էինք, խոսում էինք, բացատրում էինք, որ պետք է սովորեն առաջ գնան։ Մենք այնպես ստացվեց, որ օրերի հաշվով նրանց մեջ եղա։ Ցավալին գիտեք ինչ էր, ինչ բակարդակի որ թողված են, այդպես էլ մնացել են։ Մանուկ են հելե, առիթը հելե, դեպքերի բերում եմ և այդտեղից դուրս եմ եկել։ Ոնց թողվել են, այդպես էլ մնացել են։ Բայց չի նշանակում, որ օրինակ ես եմ բացակայել կամ իմ նման մեկը կամ մի քանի եղբայր, այդպես պետք է մնային։ Սոված ծառը ինքը փնտրում։ Փնտրողը գտնում է, դուրը ծեծողին բացվում է, խնդրողը առնում է։ Տերն է ասել, սա էլ է երաշխավորություն, սա էլ է խոստում, որ Տերը տվել է։ Փնտրես կգտնես։ Մարդիկ չեն փնտրել։ Կարծես թե ուզում են մեղք գցեն մարդու վրա, ով որ իրաց պետք է սովորացնել, դե որ չկա, մենք էլ չենք սովորել, դրանցով արդարանա, բայց Աստծո առաջ դրանով արդարացում չկա։ Որ ուզում ես մի քիչ ավելի առօրյա իրավիճակից խոսած, որովհետև պետք է հասուն լինի, որ այսօրվա որոշ բաները պատկերացնի, չեն կարող լսեն, լավ ինչ պետք է լինի սրանցը։ Ով պետք է սրանց այդքան ժամանակ տա նորից։ Միտեղ գնում է մոտ մի 70-80 կիլոմետր հեռու մեր տարածքից, միտեղ կար հնարավորություն ստեղծվեց, այսինքն իր բարեկամներից մեկը հավատացել էր և գալիս էր ժողովի, ինքը խնդրեց, որ ես տանն էլ ժողով անենք։ Ասի լավ, ժողով կանեմ։ Շաբաթը մեկ գնում է իրանց տուն 2 ժամով ժողով է անում, այդտեղ հավաքվում էին էլի մարդիկ, մոտ 20-25 հոգի, 30 հոգի նայած ժամանակ ժողով են անում, ժողովուրդը նստած է ժողովի տեղը, այդ տան անդամները մարդ, կին, տղեն, հարսը թափառում էին ժողովի ժամանակ։ Հնում էին մենեն մի տեղը, մյուս սենա գնում են մի տեղը, կողքը մյուս իրանց դրանից դուրս են գալիս պատժես, ասին մոտ մյուս տունն էլ էր իրանց, մտնում էին ընդե, չգիտեմ պարկում էին, ինչին անում, սուրճի խմում, ինչին անում, մեկ էլ տեսա նորից եկան, նորից գնացին, նորից եկան այ մարդ։ Շատ չի ուզում էլ գնայի, բայց ես մյուսների համար սպասի ծառավներ կան, կարիքավորներ կան, ես գնամ։ Գնում էի, անցավ ինչ-որ ժամանակ, ամենայն դեպս էլ չգնացել, մոտ 2 տարի գնացել եմ այդ տեղը։ Մի օր ժողով ենք Օֆիկ տատիի տունը, չնայած կարամ մորքուր ասեմ, բայց տատի եմ ասում, շատերը նրան տատի էին ասում։ Դե շատ ժողովուրդ կան, դե դուրսն էլ էին հավաքում տեղ չկա ներսը, դուրս եկա տեսա այդ տեղի տան կինը, իր տղայի հետ տղան, ասիկան մոտ 30 քան տարեկան։ Դուրսը սպասում են։ Բարևեցի, ոնց եք, ոնց չեք, քեզ համար ենք եկել, ինչ որ մեր տնից հավաքույթը դուրս է եկել, մեր տունը քանդում ասում է։ Չարը մտնա մեր տունը խառնում է, իրար չենք հասկանում, իրար ծեծում ենք։ Հարցս բաժանում է, ուզում է բաժանվի տղուցը, երեխեք իրանց չեն հասկանում, մեր տունը քանդում է, խնդրում ենք, արի սկսի նորից ժողովները, այդ ժամանակ օրհնություն կար։ Ասիկ այդ բանի համար են միայն ուզում։ Ասի շատ բարի ասի, բայց մի բան ասեմ, 2 տարի եկել եմ ձեր մոտ 2, գուցե ավել մի քիչ պակաս չեմ
այդ ժամանակ ուշադրություն դարձրել, ասես դուք ժողովը սկսած դուք թափառում եք, ես կողմ են կողմ։ Մեկը մտնում է միսը դուսեր գալու միսը շարժան խանգարում եք նստածներին, ծարավ չեք, սոված չեք, կարիք չունեք, մենք դուրս եկանք։ Այն մարդիկերը իրանց տեղը գտան, մենք ձեր մոտ էլ չեկանք, չխնդրում ենք, աղաչում ենք, եկեք, ես, ասի, կգանք շատ բան, կաղա ես չկանամ գամ մարդ կուղարկեմ, կգան, նորից շաբաթը մեկ, երկրորդ պայմանը էլ էսա։ Այդ ժամանակ մենք եկել ենք ձեզանց մի կոպեկ փող վերցրել ենք, չէ։ Ինչ-որ բան ձեզից վերցրել եմ այդ ճանապարհը ծախսի համար, չէ։ Ասի, իմ հաշվին էի գնում գալիս։ Բենզիներ, ավտոբուսի փողեր, ինչեր, ամենը մենք ձեզ ներություն չենք տվել, գնաց եկել ենք, բայց դուք ամենը ջուրը գցեցիք։ Այ հիմա կգանք, կամ ես կգամ, կամ որևէ մարդ կուղարկեմ, արդեն ծախսը ձեզ վրա։ Գնալ գալու։ Համաձայն եք, բայց չէ, չենք կարող։ Բայց այն վաղտ, որ մենք գալիս ենք այդ ժամանակ, ձեզ ոնց է թվում, մենք ձրի գալիս գնում ենք, հա, մեր վրա ծախս չէ նստում, դուք չեք մտածում, այդքան մենք ձեզ, անու ձեզ, ծախս ենք անում, գալիս ենք, ինչու չգնահատեցիք։ Իհարկե չկարողացան գնալ, ոչ մեկն էլ չգնաց, որտեղ իրանք ծախսը ռիսկ չվերցրեցին, մենք էլ չգնացինք։ Իրավիճակները փոխվում են, այո։ Այդպես չի միշտ։ Կգանք, սիրուն կնստենք, լուսն էլ կլինի, ջուրն էլ կլինի, օրինակ խմելու, սուրճն էլ կլինի, եւ այլ, ցանկից կերկավարներս նեղ իրավիճակ կլինի, որ չկարողանանք ջերմացնել, սառը տեղում պետք է նստենք։ Սոված ծառավը կնստի։ Ամեն ժամանակ ամեն պայման չի ստեղծվի, որ մարդիկ գան, հանգիստ նստեն եւ թողեն գնան։ Աստվածը թույլ է տալիս փորձություն, ինքը չի փորձում, բայց թույլ է տալիս փորձություն, որ ընտիրները Երևան։ Ժամանակին նայելով, այսինքն ինչի չեն հասունացել։ Ոյ բուսատին նայում ես, նորմալ մարդիկ են։ Մակարդակին ես նայում հասկացողության մանուկներ են։ Հիվանդներ են։ Երանի են հիվանդի, որ վիսկ կվերցնի ինքը հիվանդա։ Բժիշկը կբժշկի։ Տեր ասում ես առողջների համար չեմ եկել, հիվանդների համար։ Եթե մեկին իրան լավ հավատացյալ տեղա դնում, Տերը իր համար չի։ Տերն ասե։ Հիվանդների համար, որ վիսկը վերցի, որ ինքը մանուկա մնացե, թերիա, տկարա, գլուխ գովանա, փառասերա, եւ այլ, Տեր իրան կօգնի։ Բժշկի արդեն ինքը իրանից չի խոսի սա նրա մոտ։ Տերը ձեզ օրհնի։ Եվ վերջին հատվածը մի փոքր երկար է։ Եսայի 55-րդ գլխի առաջին խոսքից եմ կարդում, ասում է. Ով ծարավներ եկեք ջրի մոտ։ Ջուրը ինձնից, գալը ձեզնից, եկեք։ Հա? Բայց մարդկա չի գալիս։ Դրանով Տեր ասում է, չի ասում, ով ծարավներ ձեզ կբերեմ ջրերի մոտ։ Նույն ձևի Տեր Հիսուսը, չէ, Հովհաննես 7-րդ գլխում խոսեց, որ ծարավ է, թող գա եւ խմի։ Մենք պետք է գնանք։ Ոչ թե Տերը գա ասի, որ ծարավը թող մի զանգի հեսա ես հեռախոսով։ Ոմանք հարցնում են, մանուկներ ասում են, Տեր Հիսուսի հեռախոսի համար գիտես։ Ասեմ Հիսուսը ամեն տեղ է։ Իրան հեռախոս պետք չի։ Հեռուներին են զանգում, մոտիկներին հեռախոս պետք չի։ Եթե մեկը իմ դիմացն է պետք չի հեռախոսով զանգեմ 2 մետրի վրա, 1 մետրի վրա հետը խոսեմ։ Տերն էլ ավելի մոտիկ է մեզ։ Խոսի եւ նա կլսի։ Ասում է, ով բոլոր ծառաներ եկեք ջրի մոտ, եւ դուք որ փող չունեք,
Եկեք ծախուարը եւ կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի, գինի եւ կաթ։ Ինչու եք փող վճարում ոչ թե հացի համար եւ ոչ թե հացի համար եւ ձեր վաստակը չկշտացնող բանի համար։ Մեկ ինձ լսեցեք, որ բարիք ուտեք։ Եվ ձեր հոգիները զվարճանան պարարտությունով։ Ձեր ականջը խոնարեցրեք, ասենք խոնար եղեք, լսող եղեք։ Ինձ մոտ եկեք, լսեցեք եւ ձեր հոգին կապրի։ Եվ ձեզ հետ հավիտենական ուխտ պիտի դնեմ։ Սա որ ուխտն է, սա Հիսուսի հետ կապված, Հիսուս Քրիստոսի, Տեր Հիսուս Քրիստոսի հետ կապված ուխտն է։ Գիտեք, սա առաջինը սա խոսում էր, երբ որ գիրքը գրում էր Եսայի մարգարության, հրյաների հետ էր խոսում։ Մի քիչ հետո կարդամ, որ բոլոր ազգերի հետ է խոսում։ Եթե հրյաների ունեցածը հավիտենական ուխտ լիներ, Տերը էլ երկրորդ հավիտենական ուխտի մասին չէր խոսի։ Նոր ուխտ կկապեմ, հավիտենական ուխտ կկապեմ ձեզ հետ։ Եվ ինչ ասում, Դավթի հավատարիմ ողորմությունները, ասում է, հավիտենական ուխտ պիտի դնեմ, Դավթի հավատարիմ ողորմությունները, ասիկա այն, որ խոստացել եմ Դավիթին, նորից ևս մեկ վկայություն, որ սա նոր ուխտ է, իրենց ունեցած ուխտը չէր, որտեղ Մովսեսով էր ուխտ կապված, մինչև Դավիթ ուխտը կար, Դավիթի հետ արդեն նոր ուխտի մասին է Տերը խոսում, որ քո սերունդիցը մեկին վեր կկացնեմ, ինչպես Հիսուսի համար ասում է, Աստված նրա հայր Դավիթի աթոռը կտա նրան, եւ նա հավիտյան կթագավորի, եւ նրա թագավորությանը վերջ չի լինի։ Ահա ես նրան ժողովուրդների վրա եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար, ասիկա ումը որ պետք է Դավթի սերունդից վեր կացնի։ Ժողովուրդների վրա եմ դրել ազգերի առաջնորդ եւ հրամանատար։ Այդ ժամանակ ուխտը միայն Իսրայելի հետ էր, բայց հիմա տեսնում ազգերի եւ ժողովուրդների հետ է համար է խոսում։ Զարմանալի է, չէ՞։ Գրվածները կային, մարգարեները կային մինչև Տեր Հիսուսի ծնունդը։ Սակայն էլի մարդիկ ասում են, հեթանոսնով է որ նրա հետ հաց ուտենք։ Մինչև հիմա անում են շատ հրյաներ կան։ Չեն հասկացել գոնե Եսայի մարգարությունը, որ Տերը բոլոր ազգերին բերում է այդ հավիտենական ուխտի մեջ, հավասար է դնում։ Այս Քրիստոսի խաչը աչուձախ, ասում է, նրանով երկուսը մեկ արեց։ Հրյա, հեթանոս, տարբեր ազգեր, երկուսի մեկ արեց, երկինք ու երկիրն էլ իրար հետ կապեց ուխտով։ Եվ եղավ ուխտի միջնորդ։ Մենք տեսնում ենք սխալ հիմա ուսուցումներ են տվել եկեղեցիներին, մեկ էլ ասում են Հիսուսը Աստծո հետ ուխտ կապեց։ Աստծո ուխտը իբր թե Հիսուսի հետ է միայն։ Հիսուսը միջնորդ է, Աստծո ուխտը մարդկանց հետ է, Հիսուսը մարդու եւ Աստծո մեջ միջնորդ է։ Ահա չճանաչած հետո խոսքը Աստված խոսում է ժողովրդի հետ, հետո խոսքը դարձում է սկսում է Հիսուսի հետ խոսել, տեսեք ինչ ասում։ Ահա չճանաչած ազգդ պիտի կանչես եւ ազգերը որ քեզ չեն ճանաչում, վազելու են քեզ մոտ։ Եվ Աստված Եհովայի պատճառով, քո Աստված Եհովայի պատճառով եւ Իսրայելի սուրբի պատճառով, չի ասում սուրբերի, այսքան քահանապետների, այսքան թագավորների պատճառով, այս մարգարեների չէ, մեկի պատճառով, Հիսուս Քրիստոսի պատճառով վազելու են, այո, խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, օրեր կա չի լինելու, չի գտնվելու Տերը, շատ հիմա ես մի քանի օր առաջ եղա միտեղ, մի քույրիկի մասին հարցրեցի, ասի ու ինչ անում այդ քույրիկը, հավատք թողել է, մնացել է, չէ եղբայր ջան, չի թողել, ինքը շատ ասում Աստծուն, քարոզներ է լսում, ասում, ում քարոզներն է լսում։ Չի էլ իմանում, թե ումը լսի, ումը չլսի։
Ինչ կերակուր ասը, ինչ տալում են ուտմա չի նայում մաքուրա թե կեղտոտա։ Ինչ ուսուցում ասես մանագալ ինտերնետից ճարում է։ Շատ ժամանակ Աստված գիտեք ինչ է անում։ Պողոսը երբ որ նամակ է գրում ասում ես Պողոսս չէ Քրիստոսի ծառա Աստծուց դրված առաքյալ ոչ թե մարդկանցից։ Այսինքն այստեղ Պողոսը գլուխ չէր գովում։ Ուղղակի ասում եմ ինքս իմ պաշտոնը մեծարում եմ, որպեսզի գուցե շատերի շահեմ։ Ոնց որ Տեր Հիսուս ասես, ճիշտ Պողոսը Հիսուսի նման է խոսում։ Ասում է ես իմ մասին որ խոսում եմ, ձեզ ասում եմ ոչ թե ձեզանից եմ փառք փնտրում, այլ սա ասում եմ, որ դուք ապրեք։ Այդտեղ ստիպված հիշեցի Տիրոջ խոսքը, Պողոսի խոսքը, ասի նայ, Տերը ասում է երկու անգամ Սողոմոնի հետ խոսեցի, բայց եւ այնպես էլ նա ինձ չլսեց, այսինքն շատ խոսեցի, երկու անգամ։ Բայց գուցե Սողոմոնի համար այդ երկու անգամը հաշիվ չէր։ Բանի տեղ չդրեց, շեղվեց։ Գնացել է Աստծուն թողել էր յարին ագոհում երկեքոցով։ Աստծո միտքը չկա այնտեղ։ Աստծո միտքը միայն սա է, որ տեսեք ինչ օր ընկավ, երբ որ ինչ չլսեց։ Երթվում ատյամներով Աստծուն թողած։ Ղուրբանը հլում են յարին հավատքը թողած մարդ երկերկոցի մեջ ներկայացող հավատքը թողած, բայց Աստծո ծրագրով է Սուրբ գրքի մեջ այդ գիրքը ներառվել, որովհետեւ մենք տեսնենք, ով ուզում ես եղիր, ուզում ես Սողոմոնը հարուստ եղիր, ուզում ես իմաստուն եղիր, Աստծո ծառավ չունեցար, ուրիշ բաներով ես կերակրվելու։ Դա մարդիկ իրենց երջանկությունը կանանց մեջ կգտնեն, պետք է հարգել, պետք է սիրել։ Բայց առաջին պատվիրան կա դրանցից վեր, պատվիրան կա մարդուց։ Գժված, խփլված, կնոջ վրա, կինն էլ իր սիրածի վրա նա խփլվե, մոռացել են իրանց Աստծուն։ Իրանց համար առաջին պատվիրան իրար սիրելն է դրանց։ Ով ուզում ես եղի Սողոմոնից ավելին չես կարա լինես, նայի, ծառավ ու սոված չես, հեչ ոչ մեկի չի երկրպագես, ինքդ քեզ ես երկրպագելու։ Ոմանց նման, որ գալիս են ժողովի միշտ, բայց միշտ մենակ իրանց են գովում։ Եվ այդ կնոջ համար ասեցի, լավ ինքը չի իմանում ումը պետք է լսի։ Սողոմոնը, ասում է Տերը, երկու անգամ խոսեց Տերը, ինքը չլսեց։ Այդ կնոջ անգամ քան անգամ Տերը խոսեց, քան անգամ նշաներ հրաշքներ արեց, ինքը չկոնորոշվեց, որ կողմ պետք է դա ումը լսի։ Տերը մատնացույց արեց, ահա իմ ծառան, որին պետք է լսես։ Ոչ թե մարդը ինքն իրեն մեծարելու համար, այլ նրան, որ Տերը ասում եմ, որ դուք ապրեք։ Մեկ անգամ ասեցի, կգա ժամանակը, որովհետև Տերը այստեղ ասեց հենց դրա համար խնդրեցիք Տիրոջ, քանի որ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է, այս կգա օր էլ մոտ չլինի քեզ։ Խնդրես եւ չես գտնի։ Սա հայտնություն է։ Օդի մեջ Տերը դատարկ տեղը գեղեցիկ խոսքեր ցանելու համար չի խոսում։ Ասի հիշում եք, իրանք հիշեցին էլ, որտեղ ներկային որ այդ կինը պատմեց եւ շատ անգամներ պատմել են։ Երբ որ ես ասի օր կգա որ գիրքը ման գակ չեք գտնի, անգամ գրքեր կլինեն որ ջնջված կլինեն։ Հաջորդ օրը ասում նստել եմ որ ասում ամբողջ ապակի է։ Նստել եմ այստեղ ապակում դիվանին դրած կարդում եմ հիշեցի մի լազն ասեց որ օրեր կգան խոսքերը ջնջված կլինեն կամ մանգած չես գտնի դա մեծ սուտեր խոսած էլի մարդա որ Աստված չի որ ամեն ինչ ճիշտ խոսա ասում եք դառնում գրքից մի չի տառերը չկան թերթում եմ չկա սպանդա գետինսկի լացել տերների ինձ
Ես ինչ անխելքություն եմ անում, ախր մի լավ խոսքը չի, գիրքը կարդաս, քո խոսքն ասես, ես որ ասում սուտ է, քեզ եմ ասել սուտեց, իրան չեմ ասել, ինչ եմ անում, ասում եմ լացա, ողբացի, հետո վեր կացած կամաց գիրքս վերցնում եմ, վախվալով բացում տենան տառերը տեղն են, դիշմիկ նայում եկել են տառերը, ասի, էդ ու նման հրաշքներ մի քանի հատ արես տեր իրար կյանքում, ուր ա ինքը, որտեղ ա, սրանք հայտնություններ են, որ տեր իրան պահի, իրա ուզած տեղում, աստծո ուզած տեղում, այսինքն, իրա ոչ թե կնոջ, այլ աստված իր ուզած տեղում, քարոզներ կան եկեղեցու, ինչի չի բացում լսի, ինչու չի լսում եկեղեցու քարոզները, ինչու եկեղեցու երգեր չի լսում, երգ ես լսում, երգեր եմ լսում, փշաքաղում եմ, ասենք գիտեք ինչ երգեր են գրվել, մրցում են կպե մարդիկ, որպեսզի ասեն ես էլ եմ երգ գրող, դա Աստծուց պետք է լինի, ոչ թե մարդու խելքից, և գրել են Հիսուս, բայց որ անկարծ Հիսուսի անունը հանես, նա գրես կամ յար գրես, չի հասկացվում սա, Հիսուսին ճանաչեցնող ոչ մի նախադասություն բառ չկա, յարի անունը հանել են, Հիսուս են դրել երգում են, գիտեն թե Հիսուսի համար են երգում, սա Աստծո հոգով ներշնչված երգ չի, բայց մարդիկ դրանցով գիտեք ինչ, զբաղված են, մինչև որ կործանումը գա, նրանք դրանով են հարբենում, հաշիշի նման է այդպիսի երգերը, մարդը պետք է երգը լինի ավետարան, Տերը ձեզ պահի, սա ցույց է տալիս որտեղից սնվես որ աճես, Տերը հատուկ ինքն է ծառաներ տալիս, որպեսզի ծառաների աշխատանքով ասում է աճեցնի, հասնի Հիսուս Քրիստոսի նմանության, եթե մեկը Աստծուց չի, նրանց աշխատանքը լսողին չի աճեցնի, կաճեցնի աշխարհի մեջ, ոչ թե հոգևոր դաշտի մեջ, Տերը ձեզ պահի, և ուզում եմ վերջացնել, ասում է ամբարիշտը թողի իր ճանապարհ և անօրեն մարդը իր խորհուրդները, և ետ դառնա Տիրոջը, սա ումն էր գրում Եսային, առաջինն հոգևոր կոչված ժողովրդին էր գրում, Հիսուսին ասում է մենք մի Տեր ունենք Աստված, մի Հայր ունենք Աստված, Հիսուսն ասում է եթե Աստված ձեր հայրը լիներ, դուք ինձ կսիրեիք, ինչ ամբարշտության մասին ես խոսում, մենք իծնե հավատացյալ մարդու զավակներ ենք, մենք հայր ունենք Աբրահամ, ասում էին Հիսուսին, և Տերը որ այստեղ ասում է ամբարիշտը թող իր ճանապարհ և անօրեն մարդ իր խորհուրդներ և հետ դառնա Տիրոջը և նա կողորմե նրան, մեր Աստծուն դառնա, որտեղ նա շատ ներող է, որտեղ իմ խորհուրդները Տերն է խոսում, ասում է ձեր խորհուրդները չեն և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից, որտեղ ինչպես որ իջնում է անձրևը և ձյունը երկինքից և ետ չի դառնում այնտեղ, այլ ողողում է երկիրը, որ նրան արգասավոր է անում և բողբոջեցնում է նրան և տալիս է սերմ ցանողին և հաց ուտողին, այդպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզած և հաջողվի նրանում, ինչի համար, որ ես նրան ուղարկեցի։ Եվ դուք ուրախությամբ դուրս պիտի գաք և խաղաղությամբ պիտի առաջնորդվեք, և այլ, և այլ։ Մարդիկ կան գիտեք ինչ են խոսում, որ խոսում ես ամեն բան իր տեղը ունի, շատ ժամանակ խոսել եմ այս բանը, եթե մեկը պաշտոն ունի հենց աշխարհում, գործարանի տնօրեն է, օրինակ, նրա տան անդամները աշխատում են այնտեղ, հայրը, մայրը, գուցե կինը,
Այնտեղ էլ մարդը քո ամուսինը չի, քո տնօրենն է։ Այնտեղ քո որդին չի, քո տնօրենն է, ով հայր կոչեցյալ, մայր, ով ուզում ես եղիր։ Այն ոլորտում դու հայր ձևացի մայր կամ կին, որտեղ որ քեզ տրված է այդ պատերի մեջ է կամ այդ ոլորտի մեջ է դեպս դուրսը։ Բայց երբ որ արդեն աշխատանք է, այդտեղ չես կարող գնաս իր հետ վերաբերես որպես հոր, նա այնտեղ քեզանց մեծ է։ Շատերը մեկ էլ տեսնես գալիս են ասում եղել են մարդիկ։ Գիտես ինչ, ես քո հետ խոսում եմ որպես եղբայր, ասում եմ ինձ հետ չխոսես որպես եղբայր։ Ես քո ղեկավարն եմ, արի ինձ հետ խոսի որպես քո ղեկավարի։ Ես կարամ քեզ հետ որպես եղբայր վարվեմ, բայց այն ոլորտում որտեղ եղբայրություն պետք է ան։ Բայց այստեղ ծառայության հարց է, այստեղ եղբայր, քույր, աղջիկ, տղա, կին ոչ մեկ նշանակություն չունի։ Ես այս ծառայության մեջ եմ տվյալ բան, այդ հարցում ծառայում եմ։ Ես չեմ ուզում դուրս գամ իմ ծառայությունից քո համար դառնամ եղբայր կամ էլ դառնամ ամուսին կամ երեխաներից ասում մենք ասենք երեխաներից եղել են։ Քեզ հետ խոսում եմ որպես իմ հայր, ասում սխալվում ես։ Այստեղ հայր ու որդու հարաբերության տեղ չի։ Ես քո հովիվն եմ։ Նեղացել է, ինչ է եղել, ինձ չի հետաքրքրում։ Ես հանուն իմ երեխայի կամ իմ կնոջ իմ ծառայությունից չեմ ուզում դուրս գամ, որ նրա ուրիշ հարցում ծառայեմ։ Այդ հարցն էլ կա ծառայելու, իհարկե Աստված ինքն է պատվիրելու, սիրի քո ընտանիքին, սիրի քո երեխային, քո կնոջը, քո անձի պես։ Բայց ամեն տեղ չի որ դες վարվեն։ Դրա համար շատ տեղերում հովիվների երեխեքը ապաշխարած չեն։ Իրենք կարծում են, թե որ հայրը հովիվ է, ուրեմն դրախտն իրանցն է, այդպես բան չկա։ Դուրսը կմնաք առանց հոր ու կիմանաք, որ ճիշտ էր ասում։ Այդպես չի որ ոմանք կան, ես քեզ հետ վարում եմ որպես քրոջ, որպես այո, պետք է եղբայր քույրի պես վարենք, բայց եթե ծառայություն է, հիմա ասեք եղբայրներից մեկը դաս է տալիս, ինքը ուսուցիչ է տվյալ պահին։ Չես կարող այդ պահը թողնել եւ անցնել քույր եղբայր հարաբերության։ Տվյալ պահին ինքը ուսուցիչ է, այո, տեղ կա դեր ասում ես ձեզ եղբայրներ եմ ասում, բարեկամ եմ ասում, բայց տեղ կա ասում ես ուսուցիչ եմ։ Դուք ինձ ուսուցիչ, վարդապետ եք կոչում եւ ճիշտ եք անում։ Դուք իմ աշակերտներն եք։ Տերը չի ասի, չէ, մեր մեջ աշակերտ ու վարդապետ հարաբերություն չունի, մենք եղբայրներ ենք, վերջ։ Ես մեծ եղբայրն եմ, դուք փոքր, եղբայր քույրերս եք, եկեք տունտունիկ խաղանք։ Ամեն բան իր տեղը ունի։ Դա մենք մեր տեղը պետք է ճանաչենք, եթե չէ չենք կարող սովորենք։ Պատկերացրեք մի երեխա, ես էլ ասեմ վերջացնեմ, մենք տեսնում ես պայուսակը վերցած վազում է առաջին դասարան։ Ասում Բալիկ ջան, դու արդեն տեղափոխվել ես երրորդ, թե? Երկուսս գնաց է երրորդ գնա քո դասարանը։ Հաջորդ օր գնում 5-րդ դասարան։ Մենք տեսնում ես գնաց 4-րդ դասարան։ Մի օր վազես 10-րդ դասարան, ինչ կասեք այս տիպի երեխուն։ Ինչ կասեք, ինչ անուն կդնեք։ Չի հասկանում, թերաս է, չի հասկանում ինքը ով է, որտեղ է սովորում, հիվանդ է, խելքից հիվանդ է։ Չեք ասի այդպես, իր դասանը չի ճանաչում։ Այդպես էլ մենք ամեն մեկս Տիրոջ թագավորության մեջ մեր տեղը պետք է ճանաչենք, տան տեղը պետք է ճանաչենք, դպրոցի տեղը պետք է ճանաչենք, աշխատանքի տեղը պետք է ճանաչենք, երկրպագության տեղը պետք է ճանաչենք, քեֆի տեղը պետք է ճանաչենք։ Սենց ասած, ամեն ինչ ունի իր տեղը։ Տիրոջ թագավորությունը սենց չի է, մտ բորշ ենք շինել, խա առնել ենք ու թափել ենք, ոնց ուզում եք վերաբերվեք, բորշի անդամներ ենք, այդպես չի, եկեղեցու անդամներ ենք, թագավորության անդամներ ենք, և Տերը ձեզ պատրաստում է քանայական թագավորություն, քանաների թագավորություն, ձեզ տասպաս բոլոր լինեք,
խնդրում եմ Աստծուներ, որ տենց էլ լինեք, գուցե ոմանք իրենց անտարբերության պատճառով այդ էլ չլինեն, կամ երկինք էլ չհասնեն, եթե առամարում են խոսքը։ Իսկ տեսնեք, այդտեղ արդեն ասում է կին տղամարդ չկա, հրեշտակների նման կդեն շատ դեր, որ երկրի վրա քույրեր են կոչված, այնտեղ թագավորի շորերը հակած ծառայություն կանեն։ Տերը ձեզ պահի, օրհնի, որ դուք ձեր կոչումը ճանաչեք եւ ձեր պարտականությունը ճանաչեք։ Պարտականությունը միայն սա չի, որ ես պարտական եմ, օրինակ ինչ որ բարեգործություններ անել։ Այո, դա մեր պարտականությունն է, բայց պարտականությունը նաեւ սովորելի տեղում սովորեք։ Հացի կարիքն ունենաք, հաց պահանջեք։ Ձեր պարտականությունը խմեք։ Նաեւ իրավունքն է ինչ որտեղ։ Բայց եթե հացի եւ ջրի կարիք չեք զգում, հիվանդ ենք ուրեմն։ Տերը ձեզ պահապան։ Եվ ասում է, ծառը պտղից ճանաչեք, ասում է, աչքեր ունեք ու չեք տեսնում, ականջ ունեք ու չեք լսում, Տերը ասես չէ, աշակերտներին։ Տերը ձեզ պահապան։ Ուրեմն մենք աղոթք անենք, ուղղակի անհանգստացեք, ժողովուրդ ջան, ձեր անհանգստությունը այսօր ձեր փրկության համար է։ Մի հատ քննեք, անցեք ինքնազննման, մի հատ քննեք, տեսեք, իրոք ծառավեք, իրոք սովածեք Տիրոջ խոսքին, Տիրոջ հայտնություններին, Տիրոջ մտքին, Տիրոջ կոչումին, ձեր կոչումին, ասենք որ ասում եմ Տիրոջ կոչումին, ասենք այն կոչում, որ Տերը ձեզ վրա է դրել։ Իրոք դուք ետեք, թե չէ։